Մի անգամ ես ուղիղ այդ հարցը Սերժ Սարգսյանին տվեցի։ Եթե դուք շարունակեիք իշխանության մնալ, կարող է ինչ-որ մի օր գար, որ այդ նույն տրամաբանությամբ, որով քարվաճառներ կապել այս թեմային, ասել ենք դե էդ էլ է կարևոր, էդ էլ է կապում Ղարաբաղը, էդ էլ չհանձնենք, հələ Ադրբեջանը թող մի հատ ճանաչի, հարց չկա, հանձնենք մնա Լաչինը։ Ասի կարող է այդ նույն լոգիկայով, օրինակ Կուբատլուն էլ կպներ, Կուբատլուն էլ հադրութի են վերևները, Շուշին, կապում Ասյունիքին, եկեք հələ նավսակի հետ էլ չտանք, դառնա 5+2-ը դառնա 4+3։ Ադրբեջանը եթե շատ ճանաչի, հարց չկա, տանք մնա Լաչինը։ Նկատի ունեի, որ այս դինամիկան ինքը դրական էր ու մեր օգտին էր։ Կարող շարունակվեր։ Հա, ասեց Էդգար ջան, ինչի՞ չէր կարող որ։ Ճիշտ ասում այդ կախված է մեր ուժից, թշնամու, նաև Թուրքիան բնականաբար այդ հաշվարկի մեջ ընդհանուր վիճակը, բալանսը, բայց հա։ Ու այդքան այն մտքով էր ասում, որ բայց խի չէ, ինչի է զարմանում կամ ինչի վստահ չես, հո մենք չուզող չենք կոպիտ ասած հնարավորություններ կանենք։ Սա է եղել մոտեցումը։